Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչու պատերազմից ճակատամարտից առաջ, Լելեթեփեի ճակատամարտից առաջ կամ դրանից առաջ, ինչու մեկ օր առաջ որ հաջորդ օրը պետք է լինի, ռուսական հերոստատեսության վարչապետը հայտնում է ամբողջ պատերազմի ծրագիրը։ Վաղը տես ինչ ենք անելու, հարձակելու ենք, շրջապատենք եւ այլն։ Ես չեմ հասկանում։ Այդ նույն падգամավորը կյանքում ավտոմատ տեսած կա, այդ նույն մարդիկ, ես հարցեմ, ես փաստերով խոսեմ, այդ նույն մարդիկ մի անգամ տեսել են, որ գնդակ անցնի իրենց ականջի մոտով եւ գիտեն եւ իմանա, որ ամեն րոպե կարող է զոհվեն հանուն ինչի, հանուն հայրենիքի, որտեղ իրենք իշխում են։ Ես հարց տամ, ես վերցրել եմ մի թեթև ուսումնասիրել, ամենայն դեպս փորձագետ եմ եւ բնական է այդ ուսումնասիրությունները ինձ համար կարեւոր է։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են, որ արցախցիները չեն գրվել, քաղաքական պատվեր են կատարում եւ ավելին, ես վերցրել եմ նաեւ նրանք մեկ նախադասություն չունեն, որտեղ երբևիցե քննադատում են Ադրբեջանին։ Մեկ նախադասություն։ Այսինքն նրանց նպատակը ստացել են ցույցում հայերի մեջ սերմանել թշնամությունը եւ այդտեղ մեղադրել արցախցիներին, որ Արցախն ու Հայաստանի Հանրապետության, չեմ ասում Հայաստան, Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը իրար դեմ գնա։ Բայց եկան արցախցիները, շփվեցին, ծրվեցին ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, շփվեցին ժողովրդի մեջ իրենց այդ քաղաքականություն եւս ձախողվել է։ Հիմա չես կարող գտնել այդպիսի հակադրություն արցախցիների եւ Հայաստանի Հանրապետության ուրեմն բնակիչների միջեւ։ Ես հարց տամ. սիրելի մահճակալի տակից դուրս եկած հերոս տղաներ, որ արևը ձեր աչքերին խփել ու կուրացել եք։ Ես հարց տամ. ջերմուկի պաշտպանության ժամանակ ինչ դեր են խաղացել արցախցիները։ Կրկնում եմ, ջերմուկի պաշտպանության ժամանակ, չեմ գնում ուրիշտեղ։ Ինչքան արցախցիներ են եկել ու մասնակցել ջերմուկի պաշտպանությանը։ Ես հարց տամ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության այդ բարձունքները գրավել են։ Ես կանգնեմ ասեմ դուք չեք գրվել։ Այսինքն այս ինչ բան է։ Այս հայրենիքը մասնատելով մաս-մաս վաճառում եք, Արցախը վաճառենք, Արցախը չլինի, Հայաստանի Հանրապետությունը կփրկվի։ Հիմա Միջանցքը տանք, Հայաստանի Հանրապետությունը կփրկվի։ Վաղը կասեն Շիրակը տանք, սա կփրկվի։ Բայց ամբողջ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դողում է ադրբեջանցիներին։ Այդ 120,000 հարաբաղցիները, փոքր, ծեր եւ այլն, ոնց են գրվել, որ նրանք 7 գյուղ են գրավել։ Այդ դուք լինեք 7 գյուղ կգրավեն, այլ կրվից կոսմոսի չափերավոր, տիեզերքի չափերավորության վրա գտնվող տղաներ։ Այդ ոնց է, փաստերով խոսեք, մեկ փաստ ասեք։ Ղարաբաղցիք տվել են այդ մեկ օրվա ընթացքում 200 քանի զոհ։ Ոնց չեն իրենց ռազմաճակատի գիծը, խիչի առաջ գնացել որ չեն կրվել։ Բացի այդ 7 գյուղից։ Իրենք տվել են, կրկնում եմ, քառակի, 5-ակի անգամ ավելի զոհ։ Բայց ինչի է եղել։ Երբ վարչապետի հայտարարությունից հետո բերերին հակառակի կամրջում դիրք դրել ադրբեջանցիներին։ Մի կողմը Հայաստանի Հանրապետության դիրքը, մյուս կողմը ռուսները, իրենք մեջտեղը։ Մենք 150,000 հայ շրջապատման մեջ, 120,000 լավ հայ շրջապատման մեջ։ Ինչ եք հարել։ Ինչ ձայն եք բարձրացրել դուք այդ չկռվոտ տղաներ, որոնք կռի մասին եք խոսում։ Դուք մի անգամ փորձել եք եկել եք դիրքով անցնել գնալ ձեր հայրենակիցներին օգնել։ Այսինքն Հայաստանը բաժանել եք մասերի, որ մաս-մասը վաճառեք, ու հիմա հայտարարեք, որ 150 տարի առաջ մենք 150 տարի հետո մենք ունենալու ենք անկախ պետություն։ Ոնց որ հիմա անկախ չենք։ Այսինքն ինչ եք անում այդ։ Բայց դրեք քննարկման։ Եկեք պարզ տեսնենք ուր եք եղել դուք։ Ձեզնից քանիսն է խաղ ժամանակ բանակում ծառայել, վարչապետից սկսած։ Բայց ինչ հերոսներ եք դարել։ Մի եկեք դեմ դիմաց կանգնենք, էլի կանգնենք Ղարաբաղցիների դիմաց ու տեսնենք ինչ է եղել։